Պարոն Թատանով վերջում եկավ, մեջտեղի մասում եկավ, երբ որ արդեն շատ ջրեր էին հոսել, մի քանի անգամ Սրբազանը փորձել էր գնալ, պարոն Թատյանը չի ազդել, Միքայել Սրբազանի վրա չէր կարող ազդել, այսպես ասեմ։ Ավելին, մենք էլ չէինք կարող ազդել, մենք մեր կարծիքն ենք ասել։ Ես չեմ կարծում որևիցե փաստաբան, որ այդ բանը իր վստահոտ այդ հարաբերությունը ունենք խորտ, ասի եկել են քեզ ձերբակալեն, նայեք, ոստիկանները այդ հատվածում են, ԱԱՑ-ն այդ հատվածում, զինված եկել են։ Ու ասում է պետք է կատարեն քննիչի որոշումը։ Պարոն Արոնյանը նշեց, այստեղ իր կամային ակտի հարց չկար։ Մենք ունենք երկու տարբերակ, կամ դա անելու են բռնի ծեծելով ջարդելով, կամ անելու են ոչ այդպես։ Իմ անձնական կարծիքով եղավ ամենալավ տարբերակը չայրած փոքրագույնը եղավ։ Որովհետև Սրբազանը մինչև քննիչի սենյակ հասավ առանց որևէ ձեռնաշփթի, առանց նվաստացման, իր կամքով, հենց նույնիսկ երված ինքը իր կամքով գնաց այդտեղ։ Մյուս տարբերակը, հարգելներս, լինելու էր բռնի ուժով։ Երրորդ տարբերակ չէր կարող լինել։ Ես վստահեցնում եմ, ուրիշ տարբերակ չկար, եւ ոչ ես եմ դա տեսել, ոչ Սրբազանը, բայց միևնույն է որոշում կայացնող եղել է Սրբազանը։ Իսկ մի բան էլ ասեմ, էլի, երբ որ նման բաներ եք ասում վրանազդու, դուք Սրբազանին չեք ճանաչում։ Սրբազանին ավելին ասեմ, ես Սրբազանի, երբ որ դուրս էր գալիս ձեր մոտ լրագրողի մոտ խոսելու, խնդրել եմ, ասեմ, խնդրում եմ այդ գործից չխոսեք։ Դուրս եկավ, էլի Սրբազանը խոսում էր, ես ստիպված իրա ձեռքը ծեխում եմ Սրբազան։ Ասում եք, հարցեր են տալու, մի խոսեք, ձեր դեմ են օգտագործելու։ Սրբազանին չեք կարող ասել, մի բան անի կամ չանի, եթե նա չուզեցավ դա։ Իր վրա որևէ մեկը չի կարող ազդել։ Ես ուզում ով Սրբազանին ճանաչում է, գիտի, ինքը իր կամային հատկանիշներով մարդ է եւ ինքը ինչ ուզում, ասում է, ինչ ուզում անում է։ Իր վրա որևէ մեկը չի կարող ազդել։ Դա ուզում եմ հստակ իմանալ։ Տեսեք, ակնհայտ է Նիկոլ Փաշինյանը իր նպատակին ուզում է հասնել։ Եթե տեսնում եք, նա նույնիսկ չի խորշում, սուրբ գիրքն է ուսումնասիրում, առավոտյան սաղմոսից խոսք է բերում ու իր գրառումներն է անում, նաև ոչ կոռեկտ։ Այսինքն, այս ամեն ինչը խոսում է, որ նա իրոք տրամադրված է Մայր Աթոռին վնասելու։ Դե պատճառը ինչն է, կարծում եմ բոլորդ էլ գիտեք։ Այսօր Մայր Աթոռը, Հայաստանից առաքելական սուրբ եկեղեցին, բացի նրանից, որ մեր կրոնական պահանջմունքների կենտրոնն է, նա նաև ազգային ինստիտուտ է։ Մենք այսօր որ գրում ենք հայերեն լեզվով, դա էլի մեր եկեղեցու շնորհքն է։ Այսինքն ազգային ինստիտուտը այսօր ում է խանգարում, եկեք պարզ խոսենք հասկանանք։ Մեր թշնամի պետությունների, որտեղ այդ ինստիտուտը կոնկրետ այդ ինստիտուտն է պահում մեզ որպես հայ, պահել է եւ պահում է։ Հիմա նայեք, այդ ինստիտուտի նկատմամբ հարձակումները կարծես հաջորդեցին նույն Վերապար Հայրապետի Շվեյցարիայում տեղի ունեցած ժողովին, որտեղ Արցախի հարցով էր խոսքը։ Հիմա ուզում ասեմ, այս դեպքում հստակ Նիկոլ Փաշինյանի նման քայլերը, որը ինքն էլ է լավ հասկանում, որ եկեղեցու նկատմամբ այս արշավները ի վերջո իր վարկանիշն են գցելու, բայց նա չի խորշում այդ բարդույթից, գնում է առաջ։ Այսինքն այս իմաստով ես վստահ եմ, որ ինքը ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչի, որպեսզի եկեղեցուն ջարդի։ Հիմա նայեք, մենք օրինակ չենք բացառում, որ հաջորդիվ էլի նմանատիպ դեպքեր են եղել։ Էլի են փորձելու եպիսկոպոսների ձերբակալել, ընդհանուր փորձելու են կաթողիկոսի նկատմամբ ինչ-որ պրոցեսներ անել։ Հիմա պատկերացրեք, եկեք մի հատ գանք այն էմոցիոնալ ֆոնի տակ, պատկերացնենք Միքայել Սրբազանը չէր գնում։ Ինչ է տեղի ունենալու։ Մի կողմից մարդը, որի ձեռքը հեռակառավարման վահանակն է, պուլտն է, որը սեղմում է կոճակն է, եւ մենք ինքներս ենք տեսել այդ կոճակներին ոնց ենք սեղմում։ Այսպես կողմում հոգևորականն են եւ մեր ժողովուրդն է։ Ու գալու է մի պահ, որ դառնալու էր Արյան Թաթերաբյան, հենց Մայր Աթոռը, որը ամենամեծ կարծում սարսափելի բանը կլիներ, եթե դա դառնար հենց այդպես։ Գիտեք ինչ, կարող է որոշ քաղաքական ուժերի համար այդ տերմինը, այդ օտարացին տրիգեր էր դա լինելու, որ այո, միգուցե այդպես պետք է կայծը լինի, որ պրոցեսներ անեն եւ այլն, կարող է նման քաղաքական հաշվարկներ կամ չստացվեց, հիմա մի քիչ նաեւ այս հարցերն այլ կերպ են նայում, բայց հարգելներս ցանկացած նույնիսկ արդարացված նման քայլի դեպքում միևնույն է Մայր Աթոռում դա անելը ամենամեծ սխալ որոշներ որ կարող է լինել նման որոշում։ Մայր Աթոռը չի կարելի դարձնել նման Թաթերաբեմ։